Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Ամեկ Լուսի Պոստսկրիպտում հաղորդաշարը եւ այսօր իմ զրուցակիցն է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը, շնորհակալություն Լիլիթ։ Սիրով։ Մեր քաղաքական ուժերը գրեթե բոլոր անկախ կողմնորոշումից, այդ թվում ձերը, հստակ չեն արտահայտվում մաքսային եւ եվրասիական միությունների վերաբերյալ եւ մոտավորապես, եթե դες կենցաղային ասենք, ընկել ենք պիտի քաշենք, մոտավորապես դա է բանը։ Ինչու է այդ անորոշությունը, ինչու է պայմանավորված։ Այդ անորոշությունը, ես կարծում եմ, այդ անորոշությունը մեր քաղաքական իրականությամբ է պայմանավորված, այսօրվա քաղաքական միջավայրով, քաղաքական կլիմայով եւ այն ծանր ժառանգության բեռով, արտաքին եւ ներքին քաղաքական նկատի ունեմ, որը թույլ է տալիս այդպիսի դատողություններ անել։ Ես որևէ մեկին չեմ արդարացնում, անշուշտ ոչ իշխանությանը, ոչ անդիմությանը, ոչ էլ որևէ այլ քաղաքական ուժի, որովհետև այսօր Հայաստանում ստեղծված այն իրողությունները, որոնք թույլ են տալիս կամ ծնում են մի միջավայր հաշտվելու, հանդուրժելու, այս միջավայրի, այս իրողությունների մեջ մեղավոր են բոլորը, թե ընդդիմություն, թե իշխանություն, անշուշտ իշխանությունը մեղավորության իր ծանրագույն բաժին ունի, քաղաքական պատասխանատվությունը ծանր կշռաքար, այսպես ասած, իշխանություններին են եւ այս բոլոր անցնող 23 տարիներում Հայաստանում վարված տարվող թե ներքին, թե արտաքին քաղաքականությանը, որի արդյունքում այսօր ունենք իմունիտետը կորցրած մի պետություն, մի երկիր, որը կարծես թե այսպես սիտուացիոն որոշումների հորձանուտում է եւ մի տեսակ այլընտրանքներ չունենալու դատապարտվածության եւ պարտությունների ներսի ապրող մի ժամանակ ենք ապրում, խոսում եմ եւ խորը ցավում եմ այս մասին ես բարձրաձայնում, որովհետեւ իսկապես նաեւ այս ամենին գումարում ենք մեր աշխարհաքաղաքական իրողությունները, չփակված պատերազմը կամ շարունակվող պատերազմը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Նախիջևանյան սահմանում ամեն օր այդ սահմանից եկող ոչ այսպես ասած լրատվությունը, իսկապես տագնապացնող լրատվությունը, Հայաստանի սոցիալ-քաղաքական պատկերը, այս ամենի արդյունքում ըստ էության մենք ունենք այն, ինչ ունենք։ Մյուս կողմից ամենակարևորը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխիքներ եւ ոչ այսպես ասոցիացիան ուղղություն դեպի Եվրոպա եւ ոչ էլ մաքսային միություն երկու կողմում էլ մենք հստակ, ոչ թե հստակ որևէ երաշխիք չունենք, բայց այնուամենայնիվ ունենք, որքան էլ որ խոցելի, բայց ռազմավարական դաշնակցի մասին լեգենդը, որը այնուամենայնիվ շարունակում է մեր հիմնական ոչ դաշնակցին զենքեր վաճառել եւ այդ զենքից դիպուկահարները սպանում են հայ զինվորին։ Այդ ոչ լեգենդի մասին տեսակետը ձեր անձնական տեսակետ։ Սա իմ անձնական, սա խնդրում սա դիտել իբրև իմ անձնական տեսակետ, որովհետեւ որքան էլ փորձեմ այսպես իմ քաղաքական մարդու դիպլոմատիան այսպես ձգել, բայց այնուամենայնիվ ես չեմ կարողանում հասկանալ, երբ որ սահմանին հայ զինվոր է մահանում, դիպուկահարի զոհվում, դիպուկահարի այսպես կրակոցից եւ այդ զենքը իմ ռազմավարական դաշնակցի, այսպես ասած, տրամադրած զենքն է։ Ես այդ չեմ կարող հասկանալ մարդկայնորեն, իբրև քաղաքական մարդ, իբրև քաղաքացի եւ շատ ես ինձ դնում եմ բոլոր մայրերի, հայ մայրերի եւ հայ ծնողների տեղն եմ դնում եւ պատկերացնում եմ, թե ինչ տագնապ կարող է ունենալ յուրաքանչյուր հայ մարդ այսօր սահմանում ունենալով որդի։ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռագոզինը իր Twitter-յան ուրեմն գրառման մեջ պարզ ասաց, Ռուսաստանի օրվան էր նվիրված հունիսի 12-ին, երբ որ Ռուսաստան դարձավ անկախ երկիր, որ նպատակը մեկն է վերականգնել խորհրդային միությունը։ Դա հնարավոր բան է, թե դա ուտոպիա է, թե այդպիսի փորձեր այնուամենայնիվ արվելու են։ Գիտեք, այնուամենայնիվ Ռագոզինը շատ ավելի անկեղծ բաց տեքստով ասեց այն, ինչը կարծես թե քողարկվում է քաղաքագիտական, դիպլոմատիկ, այսպես նախադասությունների կամ արտահայտությունների ետևում, բայց ես այս ամենի կոնտեքստում, այնուամենայնիվ այս ամենի կոնտեքստում մենք իրավունք չունենք
չլինել իբրև հայ մարդ, հայ քաղաքացի, քաղաքական ուժ, որը մտահոգ է, տագնապած է, որի քաղաքական օրակարգում մեր պետականության, մեր սուվերենության, մեր երկրի արժանապատվության եւ ինչու՞ չէ Հայաստանի զարգացման հեռանկարն է։ Եվ տեսեք, ձեր առաջին հարցը վերաբերում էր Եվրոպա, եվրոպական արժեքներ, զարգացման եվրոպական ուղի, թե եվրասիական, այսպես ասած, տնտեսական միություն, որը վերջին առաջին հարցը վերաբերում է հուսահատությանը, որը քաղաքական ուժերը նույնպես ասում են անշրջել է եւ всё, բրծավ գնաց։ Գիտեք, այդ անշրջելությունը անշուշտ իր մեջ անշրջելությունը ծնվում է օրվա կացությունից, բայց այդ ես այնքան էլ չեմ արդարացնում անշրջելության եւ ինչ ասեմ, հուսահատությունը, որտեղ քաղաքական ուժերը հուսահատ լինելու իրավունք չունեն, կամ դուրս արի փողոց վիճակ փոխիր, կամ այդ վիճակը փոխիր խորհրդարանում, կամ վերցրու իշխանություն, որովհետև ցանկացած քաղաքական ուժի այսպես թիրախը իշխանությունն է եւ այդ իշխանությամբ երկրի փիլիսոփայություն, երկրի բովանդակություն, երկրի ռազմավարություն եւ հեռանկար որոշելն է։ Բայց մի տեսակ իսկապես թանձրություն ունենք այս օրերին, այս շրջանում մենք բոլորս օդի մեջ այսպես սցենարների, հնարավոր զարգացումների մի հեռանկար ենք տեսնում, որտեղ այսպես երկար ռեզին ձգված պահել անկարելի է ունենալ, չէ՞ համաշխարհային զարգացումների տեմպը տանում են դեպի այսպես կոնֆլիկտները պահանջում են լուծել, այսպես երկարատև չի կարելի, կարծես թե անհնար է դարձել այս դե ֆակտո այս վիճակը լուծումներ է պահանջում։ Եվ մեր բոլոր լուծումների անկյունակարում այնուամենայնիվ իրավունք չունենք հաշվի չնստել Լեռնային Ղարաբաղի անվտանգության հետ։ Հայտնի ուրեմն Կիսելյովը պատճառահետևանքային կապ տեսավ մեր անվտանգության եւ ռուսաց լեզվի կիրառության միջև։ Դուք տեսնում եք այդ կապը։ Ես այդ կապը տեսնում եմ հայաստանյան համատեքստում, որովհետև ցավոք սրտի նրանք, ովքեր Հայաստանում իշխանություն են իրականացրել այս բոլոր տարիներին, անկախության տարիներին, հոգևոր բաղադրիչը միշտ թերագնահատվել է կամ բացառվել։ Բայց ցանկացած երկրի ռազմավարական դոկտրին, ազգային անվտանգության ռազմավարական դոկտրին խոցելի է, երբ որ այդ անվտանգության կոնտեքստում դու բացառում ես հոգևոր արժեքների ամբողջ համախումբը։ Եվ այդ պարագայում նախ Կիսելյով այդ առանձին խնդիրը իբրև մեր պետականության արժանապատվության ուղղված այսպես շատ խոցելի, շատ ամբարո, շատ ցինիկ պահվածք, որը ինքնին Կիսելյովի խնդիրը չէ, խնդիրը պիտի մենք կարողանանք տեսնել մեր դաշտում, այդ ինչպես է լինում, որ ինչ որ մի լրատվական գործակալության տնօրեն հայտնվում է քո պետականության ամենաբարձրագույն ինստիտուտներից մեկի, խախտելով պրոտոկոլային արարողակարգային բոլոր ձևաչափերը եւ քեզ հետ մատ թափ տալու խոսում է եւ քո անվտանգությունը կապում է ռուսաց լեզվի հետ։ Կապի մասին այն կապը խորապես կա, որովհետեւ նայեք լեզվամտածողությունը ինքը անվտանգության համատեքստում է եւ բոլոր այն երկրները, ովքեր ուզում են իրենց գաղութացման, այսպես ասած, շոշափոկները տարածել, նախ ստեղծում են համալսարաններ, կրթական հաստատություններ, լեզուն մտածողությունը, լեզուն արժեքային համակարգ է, լեզվի ճանապարհով դու բերում ես արժեքներ, ես ամենը շատ հստակ է, ըստ էության ինքը այսպես soft, փափուկ նվաճման միջավայրն է, բայց ինքը ստեղծում է այն բարոյական արժեքային ընդհենքը, որից հետո դու այլևս քո քաղաքական եւ վարչական արժեքները խոցելի են դառնում։ Կիսելյովի տեսակետից մեծապետական ինքը իր շահումն է։ Ես Կիսելյովին թողնում եմ մի կողմ, իմ վիրավորանքը իբրև Հայաստանի Հանրապետության քաղաքացու, իբրև քաղաքական մարդու այն էր, թե ինչու պիտի մեր քաղաքական միջավայրը այնպիսին լիներ եւ այդ հեզությունը, ճակերտավոր հեզությունը այն պետական այրերի, ովքեր նրան դիմավորում էին եւ ակաժները կախ լսում էին, այդ ամբարտավանությունը, ցինիկությունը, իմ վիրավորանքը այդ դաշտում է, բայց սա մեկ կողմ ստեղծված իրողություններ չեն։ Երբ որ Ռուսաստանի դեսպանության մշակութային կցորդը Բրյուսելի անվան լեզվի համալսարանում, լեզվաբանական համալսարանում խոսում է ռուսերենի ոչ միայն հենց այնպես լեզվական քաղաքականության մասին չի խոսում, այլ ռուսերենը երկրորդ լեզու Հայաստանում սահմանելու մասին, երբ որ այդ նույն համալսարանի, այսպես ասած, հնչում են կարծիքներ հայերի կողմից, որ մինչև
անկախացումը մենք հայերեն գործավարություն չունեինք եւ նամակագրել չգիտեինք, այդ կստամնելի ստորակարժ թերագնահատման այդ մթնոլորտը, քծնանքի մթնոլորտը նախ մենք ենք ստեղծել եւ մենք ենք թույլ տվել, որ կիսելովները, որ դեսպանորդներ եւ այլն գան Հայաստանում եւ մեր ինքնության հաշվին, մեր պետական խորհրդանիշերի հաշվին, մեզ հետ խոսեն վերևներից։ Այդպես խոսում են, այդպես նույնիսկ բրիտանացիները Հնդկաստանում կամ Շրի Լանկայում իրենց թույլ չէին տալիս այդպես խոսել, որովհետեւ այո, նրանք բրիտանացիները ճիշտ նկատեցիք, որովհետեւ ակամայից ես ինքս լեզվաբան լինելով եւ սիրելով եւ լեզվի արժեքը բարձր գնահատելով, ես նաեւ հասկանում եմ, որ ակամայից 1-2 այսպես խեղկատակի պատճառով կամ իրենց դիպլոմատ երևակայողների պատճառով նաեւ Հայաստանում ստեղծում են հակառուսական տրամադրություններ։ Եվ դրա մասին դա վտանգավոր ծառայությունն է, որովհետև Կիսելյովի այդ հիմար պահվածքի արդյունքում Հայաստանում ինչու պիտի տրամադրություններ ստեղծվեն ռուսաց լեզվի, շքեղագույն լեզվի, ռուսաց լեզվի, որի այդ լեզվով համաշխարհային գրականության մի ահռելի, այսպես ասած, տնտեսություն ունենք Տոլստոյ, Չեխով, չգիտեմ, Դոստոևսկի եւ այլն, եւ այդ հակակրանքը ռուսականության դեմ է գնում, որը սխալ է, որը անարդարացի է։ Բայց պիտի կարողանան նաեւ այն քաղաքական ճակերտավոր գործիչները, որոնց թվում է թե Հայաստանում քաղաքական խնդիրներ են լուծում եւ միջավայր են ստեղծում այս նվաճողական հոգեվոր մշակութային էքսպանսիայի, դա քաղաքական վատ հետևանքներ է ունենում, որովհետեւ այո, մենք մեր ռազմավարական դաշնակցի նկատմամբ կարող է Հայաստանում վատ տրամադրություն ստեղծվել մեկ հոգու չկշռադատված եւ այսպես չափազանցված Հռոմի պապից ավելի կաթոլիկ Երևանու կեցվածքի պատճառով։ Լեզվի նկատմամբ ոտնձգությունները, եթե հիշում եք, սկսվել էին այս մաքսային պատմություններից առաջ։ Այ ինչով եք դրա բացատրում։ Դրանք շատ վաղ, ես երբ որ խորհրդարանում էի, մոտ 12 օրենքների այսպես հեղինակ եմ, ես եւ մեր խմբակցությունը հատկապես, որոնց ճշգրիտ մեծամասնությունը հոգեվոր դաշտում է եւ դրանցից մեկը լեզվի մասին օրենքում փոփոխություններն էր, որի համահեղինակներից մեկն եմ դեռ դա 6-7 տարի առաջ էր եւ շատերը ասում են միթե անհրաժեշտությունը կա մեր այսպես ունիտար երկրում եւ այլն, բայց ոչ, երբ որ դու քո կստամնելի ստորակարժ, լեզուն չգնահատող, հոգեվորը քո քաղաքական արժեքների համակարգից դուրս նետած իրականության մեջ ես ապրում, երբ որ քո խանութների անունները սիթիներ են, մոսկվիչկաներ են, երբ որ քո այսպես կարգախոսները ռուսերենով են, երբ որ քո կարևոր հեռուստաընկերություններից մեկում ինտելեկտուալ է դիտվում ռուսերենով խաղը, երբ որ վաղուց այլ երկրներում այդ ինչ որտեղ երբ խաղի մասին է, որը թարգմանվում է հայերեն, երբ որ քեզ մատուցում է, որ ինտելեկտի լեզուն ռուսերենն է եւ իմացության աղբյուրը այդ ծորակ ռուսերենով է գալիս, երբ որ քո երկրի կառավարությունը 8 միլիոն կարծեմ, թե 10 քանի միլիոն դրամ է տալիս հատուկ այդ խաղի համար, այսինքն դա այսպես ինչ ասեմ, ստորադասելու, սեփական արժեքները ոտնահարելու եւ նաեւ գիտակցության պակասն է։ Իսկապես գիտակցության պակասն է, որ չեն գնահատում հոգեվոր մշակութային արժեքների դերը պետական անվտանգության համատեքստում։ Իսկ մեր ինքնության կարևորագույն բաղադրիչներից մեկը հասարակության ոչ միայն արդարության եւ հավասարության, այսպես ասած, մթնոլորտն է ստեղծումն է, արդարության եւ հավասարության ընդհանուր մթնոլորտի, ոչ միայն միասնական ճակատագիրն է եւ հեռանկարի մասին գիտակցումը, այլև հոգեվոր լեզվամշակութային ամբողջականությունը, երբ որ խաթարում ես լեզվի եւ հոգեվորի նկատմամբ այդ արժեքների ընդհանուր դաշտն ես խաթարում, դու կորցնում ես քո ինքնությունը եւ դա պետականության, սուվերենության համատեքստում անվտանգությանը լուրջ մարտահրավեր է, երկրի անվտանգությունը։ Ընդհանրապես կարծես թե ինչ որ խորհրդային ռենեսանսի ինչ որ Միկոյանով եւ ինչով եք դա բացատրում։ Կարծես թե այդ խնդիրը 1956 թվականին 20-րդ համագումարը նույն կոմունիստները արդեն լուծել են, որ Ստալինը այդքան լավը չէր, Բերիան այդքան լավը չէր, Միկոյանը այդքան լավը չէր։ Հիմա հանկարծ պարզվում է, որ նրանք այդքան էլ վատը չէին եւ անկախ Հայաստանի 22-րդ տարում, հա։ Երբ որ քո ողնաշարը թույլ է, արժեքային համակարգով ողնաշարը թույլ է եւ պետությունը, պետականությունը իր այսպես իմունիտետն է կորցնում, ակամայից դու դիմում ես քծնանքի գործիքին, այսինքն քո ռազմավարական դաշնակցին դուր գալու թվացial։ Իսկապես դրանք թվացial, այսպես կոմպոնենտներ են։ Հենց այնպես չի, ասենք թե Արցնանում Միկոյանի, հետո պարզվեց, որ Միկոյանի արձանը Հայաստանի Հանրապետությունում այսօր մի
10-ից ավելի տարբեր գյուղերում, մարզերում նույնիսկ կան։ Միկոյանի ճանապարհով գցնելով, որտեղ Միկոյանը այնուամենայնիվ հայ էր, ծնվել էր, չգիտեմ որտեղ Հասանահինում եւ այլն, բայց ինքը սովետական գործիչ էր եւ ռուսական իրականության գործիչ էր, բայց այսպեսով ես կարծում եմ իսկապես արժեքների ռեստարտի մի խնդիր կար, գցնելու, չմտածելու, պետական անխոհեմության, իսկապես ավականին, դրանք իշխանության մարմինները, որոնց նաև պաշտոնին զուգահեռ նաև մտածելու պարտականություն ունեն, պարտավոր են նաև մտածել։ Այսօր արդյոք մեր իրականությունը այդ հանրային պատվեր ունի Միկոյանի արձանին։ Այդ արձանները սոսկ այսպես կոթողներ չեն, իրենք ուղերձներ բերող են, արժեքներ բերող են։ Եւ ակամայից ինչպես հիմա 3 օր Կիսելովովա եռում հայ հասարակական քաղաքական միտքը մեր լրջագույն դարդերը թողած, նույն կերպ էլ մեկ ամիս շարունակ Միկոյանի շուրջ են թեժանում մտքերը եւ մեկը, որին փակել ենք վաղուց, ինչպես դուք ասացիք, 60-ականներից հետո փակվել էր դարակներում, արխիվներից նորից այսպես ռեինկարնացիայի ենթարկեցինք, նրա հրամանագրերը, արյունոտ ձեռքերը, չգիտեմ ինչ, որի կարիք իսկապես չկար, բայց խոհեմ իշխանությունը նաև նրա համար է, որ այդ մաղի դերակատարությունը, այսինքն ամեն աղբ չնետի հասարակություն։ Ընդհանրապես Եվ հասարակությանը բաժանելու առանցին էլ մենք այնքան բաժանված, փեղկված, փսորած հասարակություն ենք, հասարակության մեջ ենք ապրում, որ ավելորդ բաժանարարների կարիքը մենք չունենք, եւ ամբողջ հասարակությունը այսպես քննարկում է Միկոյանին, այո, Միկոյանին ոչ։ Երբ որ մենք իսկապես կոնսոլիդացիայի խնդիր ունենք, բայց դա չի մեր ազգային օրակարգի նույնիսկ առաջին 100-յակում չպիտի լիներ։ Ընդհանրապես հերոսների, հակահերոսների, արձանների մասին ինձ թվում է, որ արձանը պետք է լինի հասարակական կոնսենսուսի հիման վրա։ Այսինքն, եթե 5%-ը դեմ է, իսկ 95%-ը կողմ է, այնուամենայնիվ այդպիսի մարդկանց արձանը պետք չի դնել։ Եթե 5%-ը կողմ է, 95%-ը թքած ունի, ինչպես որ սովորաբար լինում է մեր մոտ, ապա կարելի է։ Համաձայն եք թե չէ։ Գիտեք, իսկապես մի կողմից մտածում եմ, որ արձաններին երկու վերաբերմունք ունեմ։ Առաջինը իբրև մշակութային կոթող, իբրև մշակութային ժառանգություն եւ քաղաքը զարդարող եւ այլն, բայց արձանները, ինչպես ասացի, նաեւ ուղերձ ունեն իրենց մեջ, գաղափարախոսություն եւ այլն եւ այլն։ Նուրբ վերաբերմունք ա ուզում, ընդհանրապես արձաննա շինությունը, չարձանազետեղումը, նուրբ վերաբերմունք ազում, որտեվ իսկապես մեր ժամանակների կոնցեպցիայի մեջ ինքը պիտի տեղավորվի։ Համաձայն եմ ձեզ հետ, որ նույնիսկ իսկապես համախոհությամբ պիտի, այլապես երբ որ, գիտեք, շատ արձաններ կան, որ պղծվում է, չեմ կարծում, որ Միկոյանի այսպես ժառանգորդները հաճույք կապրեն այն իրողությունից, որ Միկոյանի արձանի վրա կհայտնվեն այսպես արձանա պիղծ կամ կենսագրապիղծ կամ հիշատակապիղծ գրություններ։ Նուրբ թեմա է, պիտի նաև ես կարծում եմ իրենց ազգականները, նրանք ովքեր նախաձեռնեցին, իսկապես բավարար չէին մտածել, բայց անցնենք Միկոյանի թեման այլևս։ Չէ, եւ անցնենք ուրիշ արձանի, հիշում եք, որ Չեխովի արձանն էին քանդել, հա։ Էլի այդ որ ազգային զարթոնք էր, ինչ էր դա։ 88-ից հետո, չէ՞, 88-ից հետո Չեխովի դպրոցում։ Այդ նույն Կիսելովի պահվածքի հետ զուգահեռներ կանցկացնել, երբ որ Կիսելովի չկշռադատված, Կիսելովին էլ թվացել է, միգուցե ինքը այն տպավորությունն է ունեցել, որ այդ արդյունքում Կրեմլում իրեն 1-2 մեդալ չէ պիտի տան եւ կշոյեն իր գլուխը, թե ինչպես ինքը քաղաքականությունը լավ է իրականացնում, բայց հենց դա է ցավալին, որ այսպիսի պահվածքների արդյունքում դու կարող ես շատ անսպասելի արդյունքներ ունենաս։ Ինչ որ մենք ունեցանք Չեխովի պարագայում, երբ որ Հայաստանի անկախացման այդ 88-ից հետո Վանոյի հայտնի ելույթն եմ ես նաև հիշում, որ չի կարելի քաղաքականություն ընդդեմ ազգի օղել։ Ասում ոչ ռուս ժողովուրդը, ոչ ռուս մշակույթը, ոչ ռուս իրականությունը մեղավոր չեն այս կամ այն անձի քաղաքական պահվածքի վարքագծի հետ եւ կարող էր իսկապես պատահել այնպես, որ Չեխովի արձանը Չեխովի դպրոցի արչեվից թե Պուշկինի արդեն հերթը ասում էր Պուշկինի արձանին։ Այդ ամբողի եւ անխոհեմության այսպես բախման արդյունքն է։ Ես ինձ ամբողի ներկայացուցիչ չեմ համարում, այնուամենայնիվ այս վերջին իրադարձությունները սկսած խալաթ հագցնելուց, հա, մեր վարորդը։ Այնուամենայնիվ իմ մոտ
ազգայնական ինչ-որ զգացմունքներ են առաջացնում, չնայած ես կարծում եմ, որ դրանք պետք է 18 տարեկան երեխաների մոտ ավելի շատ լինեն, ոչ թե հասուն մարդկանց մեջ։ Այդ ազգայնականությունը, որը նույնիսկ իմ նման մարդու մեջ է արտանում, արդյոք վտանգ չի ներկայացնում։ Դեք նրանք, ովքեր արցնացնում են ձեր եւ իմ ազգայնականությունը, նրանք էլ խոհեմ լինելու պատասխանատվություն եւ պարտավորություն ունեն, չէ՞։ Ես էլ շատ այսպես տոլերանտ քաղաքացի եմ, որը հաշտ է աշխարհում տարբեր կոնֆեսիաների, չգիտեմ, նույնիսկ այսպես ըմբռնումով եմ մոտենում, որ այս կամ այն տեսակը լինելու իրավունք ունի, բայց երբ որ պարտադրում ես քեզ, երբ որ դու մտնում ես իմ իրավունքների եւ իմ արժանապատվության, շատ կարևոր բանի մասին եմ խոսում։ Ցանկացած քաղաքական մարդ, քաղաքական եւ առավել եւս լրահոսային քաղաքական մարդ, որը պարտավոր գալիս ես Հայաստան, պարտավոր ես մեր ինքնությանը, մեր պատմությանը, մեր սրված ինքնասիրությանը մի քիչ ծանոթ լինել մեզ դաս տալուց առաջ, պիտի այդ խոհեմությունը այդ դաշտումը եւ մեզ սովորական այսպես հանգիստ քաղաքացուց ազգայնական չդարձնել, որտեղ անհասկացությունը, սխալ մեկնաբանվածությունը, տարընթերցումները դրանք իսկապես կարող են ազգայնական տրամադրություններ, այսպես ասած, ջրի երես հանել, որի կարիքը ոչ մենք ունենք, ոչ էլ մեր բարեկամները։ Եվ իսկապես, երբ որ խորհրդարանում նույնիսկ տեսակետ հայտնվեց նրան persona non grata հայտարարելու մասին, եթե մենք այդպիսի վարքագիծ ունենայինք, կարողանայինք մեր արժանապատիվ քաղաքական, պետության արժանապատիվ կեցվածքով պատասխան տալ, ասենք թե Ռուսաստանի դեսպանին, որը հասարակական կազմակերպությունները փակելու հորդոր արեց, կամ նույն մշակութային կցորդին, որը Հայաստանում ռուսերենին երկրորդ լեզվի կարգավիճակ տալու նույն հորդորներն էր անում, երբ որ դու չես պատասխանում, դու հայեցողական ես, այլևս խնդիրը պետության եւ ինստիտուտների լուծման դաշտից մտնում է հասարակության մեջ, որովհետեւ հասարակությունը տեսնում է իր արժանապատվությունը պաշտպանող չկան այն ինստիտուտները, որոնք կոչված էին այդ արժանապատվությունը պահել, նրանք լռում են կամ բանը տեղ չեն դնում կամ ցույց են տալիս թե չեն լսել եւ խնդիրը գնում է հանրության դաշտ։ Իսկ հանրությունից հասարակությունից ամբողջ մեկ քայլ է։ Հասարակությունն ինքն է որոշում իր դատաստանի ձևը, մեթոդը, եղանակը։ Ճիշտ չի, առողջ հասարակության նշաններ չեն, բայց այստեղ իսկապես ինստիտուտների խնդիրը կա։ Չպիտի թողնի, որ պետությունը չպիտի թողնի, որ այդ խնդիրը իջնի, օրինակ ինձ որպես նախկին падգամավոր, որպես Հայաստանի քաղաքացու խորապես վիրավորեց այդ համերի պատկերը ազգային ժողովի գրեթե մտել էր մուտքից ներս, որտեղ գրեթե բարձրացել է։ Ընդ որում այդ համերն է, որով Իրաք եւ Քուվեյթ պատերազմի ժամանակ դա զինվորական, այսպես ռազմական տեխնիկայի շարքին է պատկանում, համերանապատով անցնող տենց իր մեջ շատ բան կար, այսպես ագրեսիվ մեքենա է, մտքերը ագրեսիվ են, այսպես ավտոպարկը ագրեսիվ է, չի կարելի այդպես վարվել։ Այնուամենայնիվ հասկացանք մեր ռազմավարական դաշնակիցը, բայց ոչ իմ որպես քաղաքացու արժանապատվության եւ իմ ինքնիշխանության հաշվին։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի բարեկամներ, իմ զրուցակիցներ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը, մենք վաղը նորից կհանդիպենք։ Տեսություն։